Պատրաստիր իդեալական ծեփուն է արդ, որպիսի հաղթես։ Այսօր ես ու իմ ընկեր Ռաֆոն պատրաստելու ենք տարբեր բաներ ծեփունից։ Այո, ծեփունը դա պլաստիրինն է։ Ամեն փուլում ումն ամենալավը ստացվեց մայրիկիս կողմից ստանալու է միավոր։ Ամենաշատ միավորներ հավաքողը կհաղթի, իսկ ամենաքիչ միավորներ հավաքողը վիդեոյի վերջում պարտավոր է կատարել մայրիկիս կողմից պատրաստած պատիժը, որն այս պահին թող մնա գաղտնիք։ Դե ինչ մենք գտնվում ենք առաջին փուլում եւ ուշադրություն, առաջին փուլում պետք է սարքենք բարաբանները մտավ։ Փիղ։ Ինչ գույնի է սարքելու փիղդ։ Կապույտ։ Ես քեզ չեմ օգնել։ Ինչ գույն կսարքեմ ես իմ փիղը։ Վարդա, չէ։ Օրանժ։ Այո, նարնջագույն, այո։ Վերցնում ենք նարնջագույն պլաստիրինը, ես կօգտագործեմ նարնջագույն եւ դեղին։ Ախոտը։ 3 րոպեն գնացինք ոտքերն ենք անում առաջինը։ Այսինքն 4 հատ կլոր է մեզ պետք։ Յա դու էլ ես իմ տեխնիկայով անում։ Չնայես ինձանից, նա ես զգուշացնում եմ մի բանից։ Սա 1, 2, երրորդ ոտքը։ Սա իր ոտքերն է։ Ես կպատրաստեմ իր մարմինը։ Ես էլ, հա? Ու մի նայ ինձանից։ Դու մի նայ ինձանից։ Ես չեմ նայում։ Նա ես չեմ նայում, դու էլ մի նայ։ Չէ, պասի մարմինը կանենք դեղին։ Թե դեղին չանեմ։ Ինչ գույն անեմ մարմինը։ Այս գույնը կանեմ կապույտ։ Բացում ենք։ Իա։ Էսի ուրիշ կապույտ է։ Պիտի հունցես։ Ավելի ինքը այսպես, հա։ Եթե սիրում ես պլաստիրիներով խաղալ, ապա մեկտաբանությունների բաժնում պլյուս դիր, տեսնեմ շատ եք դուք։ Օրինակ իմ մանկության ամենասիրելի խաղը պլաստիրինով խաղալն էր։ Գժվում էի։ Նույնիսկ խմորով պլաստիրին էի սարքում ու խաղում էի։ Քանի րոպե մնաց։ 2։ Այժմ սարքում ենք ականջները նարնջագույն, մի ականջը այսպես։ Մենք ստեղ իդեպ գործիքներ ունենք, հենց կարիք ունենաս, կարաս օգտագործես։ Օրինակ ինձ պետք է հիմա գրտնակ, դանակին ունենք, չէ՞ ստեղ։ Սս բաներ ունենք։ Այս գրտնակն պետք։ Հիմա մենք կխառնենք մի քիչ սպիտակն ու այս ռոզվին, որպեսզի ստանանք բաց ռոզվի եւ անենք ականջների մեջը։ Օրա։ Ճիշտ է, փղի ականջների մեջը բաց ռոզվի է, չէ՞։ Ժողովուրդ, այս ինչ բարդ է այսօրվա վիդեոն, չեք պատկերացնի։ Ես իսկապես մոռացել եմ ոնց եմ պլաստիրինով բաներ սարքում։ Վերջի անգամ մի 15 տարի առաջ էի պլաստիրինով խաղացել ու չեք պատկերացնի ինչ կարգի նոստալգիկ հիշողություններ է հիմա մոտս արթնացել։ Ականջները արեցինք։ Մեր փղի ականջներն են սիրուն է։ Շատ սիրուն է։ Քեզ ասում եմ, ես քեզ ասեմ, Ռաֆ։ Շատ սիրուն կլներ, որ քո ականջները տենց լինեն, այդ գույները փոսի։ Այսպես էլի մի հատ նայք։ Լայքում ենք այս վիդեոն, եթե ասում եմ Ռաֆոյին այս ականջները։ Կոնել օրանժ են կոնել։ Իմը օրանժ էլի փոսի։ Իմ ականջներն այս գույնը լիներ, հա։ Ինչ վատ կլներ որ։ Ախարա մտավ ականջից մեջ։ Սարքում ենք փղի կնճիթը, ավելացնում ենք կնճիթը։ Իմ կնճիթը արդեն դրել եմ եւ մնում է ականջները սարքեմ, իսկ դու։ Ինձ մնում է աչքերը սարքեմ, բան չմնաց։ Աչքերի համար վերցնում ենք սպիտակ, ավելացնում ենք մի աչքը, այժմ երկրորդը։ Այժմ անհրաժեշտ է սև պլաստիրին բացում ենք, որպեսզի աչքի փոքր կետիկները սրանով անենք։ Ես ավարտեցի իմ փիղը պատրաստելը, եկեք սպասենք Ռաֆոյին։ Ես ուղղակի վստահ եմ, որ այս փուլում ես եմ ստանալու միավորը, ավելի քան վստահ եմ։ Մի նայ ոնց են սարքում փիղ, հա, հերիքա դաղալություն անես դու էլ։ Խնդրում եմ միած ստեղ նայեք իմ փիղը ոնց է եղել։ Ասեք ինչ իդեալական է։ Արա ես հպարտ եմ իսկապես ինձանով։ Արա շատ սիրուն է։ Ես նաև ավելացրեցի այդ փղոսկրները։ Այո։ Չէ, ես փղոսկր չեմ ուզում։ Իմը ձագուկ փղիկ է։ Իսկ ձագ փղերը չունեն փղոսկր։ Խնդրում եմ ստեղ նայեք, սա իմ սարքած փիղն է։ Ասեք ինչ բոմբ է եղել։ Հիմա նայեք Ռաֆոյինը։ Խնդրեմ, սա էլ Ռաֆոյինն է։ Այժմ ներս ենք հրավիրում։ Բարաբանները կրկին այստեղ մտավ իմ մամային։ Մամարի։ Արի որ տենանք ում ես տալիս միավորդ։ Հիմա նայ, սա իմն է, սա Ռաֆոյինն է։ Ում փիղն է ավելի սիրուն։ Անկեղծ ումն է ավելի սիրուն։ Հնում ես տալի միավորդ, մենակ անկեղծ, խնդրում եմ։ Միավորը տալիս եմ Ռաֆոյին։ Ռաֆոյին? Կնճիթները ոնց որ լացի, ոնց որ աչքերի կողքից հետի։ Փղոսկրերը դու չես նկարել։ Իմը, բայց իմը ով է ասում, որ իմ մեծ փիղ է, իմը փղի ձագ է, իսկ փղի ձագերը չունեն փղոսկր։ Բայց մի հատ իմ ականջները նայի։ Յա, իմ ականջները նայի։ Լուրջ Ռաֆոյին անկեղծ։ Ռաֆոյինն է սիրում։ Օրա լավ, օրա։ Այս փուլում միավորը ստացավ Ռաֆոն, հաշիվը դարձավ 1-0, շարժվում ենք դեպի երկրորդ փուլ, գնացինք։ Դե ինչ մենք գտնվում ենք երկրորդ փուլում եւ այս փուլում պետք է պատրաստենք պիցա, այո պիցա։ Դու ոնց ես արկելու կլոր թե եռանկյունի։ Քառակուսի, ես պատրաստելու եմ եռանկյունի։ 3 րոպեն գնաց։ Արագ, վերցնում ենք դեղինը, վերցրա։ Սպիտակն ու դեղինը խառնում ենք իրար, որ ավելի նմանվի խմորի։ Մի քիչ դեղինը կոտրել է պետք։ Այսպես լավ հունցում ենք մեր պիցայի խմորը։ Սենց են հունցում։ Որո՞։
Սպիտակով խառնելուց էս ինչ սիրուն դեղին դարձավ։ Այսպես լավ, հունցում ենք խմորը։ Արդեն փորձենք ստանալ եռանկյունի պիցայի տեսքը։ Դրա համար վերցնում ենք գրտնակը, գրտնակում ենք այսենց։ Դանակը պետք շուտ, արագ, էսա դանակը։ Վերցնում ենք դանակը, արագած արավ ժամանակ չկա, այսենց սարքում ենք եռանկյունի, այնտեղ հանում ենք կողքինները, որը բարդ հարավ լինում շատ։ Ինձ թվում է շատ հեշտ է լինելու պիցայի կտոր սարքելը, բայց պլաստիկը կպնում է ահավոր։ Հələ խմոր ես հունցում, Ռաֆ, անագաս շա։ Վրա երշիկների համար վերցնում ենք կարմիր պլաստիրին եւ անում ենք փոքր երշիկներ։ Օրես ինչ սիրուն է լինում։ Ես այս կարմիր երշիկներին կանվանեմ պիցայի պզուկներ։ Всё, այսօրվանից ես պիցայի երշիկների անունը օֆիցիալ փոխում եմ ու անվանում եմ պիցայի պզուկներ։ Դուք նույնպես կարող եք օգտագործել։ Պզուկոտ պիցա, Ռաֆ, նայ, սիրուն է լինում, չէ՞ պզուկոտ պիցան։ Շատ գեղեցիկ է։ Դու ելես պզուկոտ անելու քո պիցան։ Պեպենոտ, հա։ Ավելացնում ենք պիցայի վերջին պզուկը եւ բան չմնաց արագացրա։ 1.5 րոպե արագացրա, Ռաֆո։ Վերցնում ենք նարնջագույն մի փոքր եւ վերցնում ենք սև։ Խառնում ենք նարնջագույնը սևի հետ։ Հեսա կասեմ ինչի համար եմ սա անում։ Արա չեմ հավատում։ Աջարական խաչապուրի է սարքում Ռաֆոն։ Օրը կրեատիվ ես, ինչ խոսք։ Իդեպ նշեմ, որ պիցա պետք է սարքեինք այս փուլում։ Արա մենակ քո մտքով սենց բան կանցներ, աստվածին։ Իդեպ ես գժվում եմ աջարական խաչապուրի ուտելու համար։ Ռավ կներես, բայց հետո պետքա ուտեմ աջարական խաչապուրից։ Այնքան եմ սիրում աջարական խաչապուրի, որ կապ չունի, պլաստիրինից է լինի, ես կուտեմ։ Արա շատ սիրուն է լինում։ Եվ վերջում ավելացնում ենք պիցայի այս վերևի շերտը, որ մի քիչ հաստ է, այսպես։ Անկեղծ չգիտեմ, հուսանք ես փուլում մաման ինձ կտա միավորը։ Համենայնիվ ես օրենքները չեմ խախտել ու աջարական խաչապուրի չեմ պատրաստել պիցայի փոխարեն։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Վերջացրեցի՞ր։ Այո։ Դե ինչ մենք վերջացրեցինք։ Մամ արի։ Մամ անկեղծ ասա, ում պիցան է ավելի սիրուն։ Առաջ դեմքը պիցա էր։ Ով է ստանում այս փուլում միավորը։ Այս փուլում միավորը տալիս։ Ում ես տալիս ասա։ Այս փուլում միավորը ստացա։ Ես հաշիվը դարձավ 1-1, շարժվում ենք դեպի երրորդ փուլ։ Գնացինք։ Դե ինչ մենք երրորդ փուլում ենք եւ այս փուլում պետքա պատրաստենք ինչ, Ռաֆայել։ Հələ մտածի, ինչ, օրինակ ինչ։ Հələ մտածի, լավ մտածի։ Դու կարաս, այս փուլում դու ասա, ինչ ենք սարքելու։ Հələ մի լարվի, մի հատ սիրուն ասա։ Մենք ասա թող բոլորի իմանան ինչ պետքա պատրաստենք, Ռաֆայել։ Չէներգետիկ։ Այո, մի հատ բարձր չէներգետիկ։ Եվ ուրիշ, օրինակ ինչ կլիներ, զիվան չէ։ Խալաձեննիկ չէ։ Ծամոն չէ։ Դաշնամուր։ Ինչ դաշնամուր, տղա, լավ մտածի, չէներգետիկ եւ ինչ։ Տուրնիկ։ Արամը լինի էլի, արա։ Դե բանի։ Արամը լինի։ Ես հավատակիցով կհարվածեմ գլխի։ Չէներգետիկ եւ կարաս։ Կարոժնի, այո, չէներգետիկ եւ կարոժնի ենք պատրաստում երրորդ փուլում։ Ընտրի ով է չէներգետիկը պատրաստում, ով կարոժնին։ Ես կարոժնին։ Դու կարոժնին, բայց կարոժնի կոները։ Կարոժնի կոները։ Արա երնեք Երևանում հիմա լինեինք ու վայելեինք կարոժնի կոները։ Ժողովուրդ տենց համեղ կոնով պաղպաղակ չկա, ինչպես կարոժնի կոներն են։ Դե ինչ 3 րոպեն գնաց։ Դե ինչ վերցնում ենք կանաչը եւ ռոզվին։ Պատրաստելու եմ մոխիտոյի եւ բաբլ գամի համով չէներգետիկները։ Գնացինք։ Բացում ենք արագ։ Քանի որ կոնի վաֆլին շագանակագույն է, ես խառնում գազարագույնն ու սևը, որ ստանամ շագանակագույն։ Այս վստահ ես, որ գազարագույնն ու սև խառնելով շագանակագույնն է ստանալու։ Փորձում եմ պլաստիլինով ստանալ չէներգետիկի փոքր տեսակը, հուսանք լավ կստացվի։ Այնուհետև վերցնում ենք վարդագույնը, որպեսզի բաբլ գամի չէներգետիկը սարքենք։ Ռաֆ օրագասրա, ես ի՞նչ դանդաղ ես դու այսօր, չնայած միշտ ես դանդաղ։ Ինչքան սենց չելենջ անում ենք, դու ահավոր դանդաղ ես։ Խնդրում ստեղն եք, սա բաբլ գամի չէներգետիկն է լինելու, իսկ սա մոխիտոյի համի։ Հիմա պետք է մտածեմ ինձ ոնց եմ սարքելու ու դնեմ այստեղ։ Հիմա ուզում ես քեզ սարքես ու շշի վրա դնես, չէ՞։ Հա, ուզում սարքեմ ինձ ու դնեմ շշի վրա, ինչ անեմ։ Հեշտ տարբերակ կա։ Ինչ։ Ասեմ։ Հասա։ Աշկերտ տակի։ Ապուշից ինչ անես, Ռաֆ։ Եթե դու ուզում ես կանաչ չէներգետիկի վրա լինի քո դեմքը 1-ին 1 ոնց որ դու ես, ընդհանրապես այս հենց արա։ Նման չի։ Որա նման է։ Ռաֆ ապշած եմ, այդ ոնց մտածեցիր։ Ինձ եք սովորացես ոնց տես մտածեմ։ Լավ, արագ շարունակում ենք, արագ։ Մի րոպե 40 վայրկյան, արագացրա։ Լավ, արագ, արդեն պետք է ինձ սարքել չէներգետիկի վրա։ Դնում ենք այս սենց։ Ինչպես կարող եք տեսնել, սա չէներգետիկի իրական շշերն է, այժմ այդ չէներգետիկի կողքի սպիտակ եզրագծերն եմ փորձում անել, այսենց։ Մինչ կանոնը ավարտի, ես դեռ չեմ հասկացել կոնը ինչ գույն պիտի սարքեմ, դրա համար դեղին կսարքեմ։ Կարծում եմ այս փուլի րոպեները եւս 3 րոպեով շատացնենք, քանի որ չենք հասցնում։ Ռաֆոն հələ չի հասկացել կոնը ինչ է անում։ Խնդրեմ, այս մեկի ուրվագծերը արդեն արեցի, ինձ թվում է իդեալական է ուղղակի լինում։ Այժմ կանաչի ուրվագծերն ենք անում։
Օր ինչ բոմբա լինում կանաչը։ Զեց։ Այժմ պետք է ինձ սարքենք, դրա համար մեզ մարմնագույնն է պետք։ Վերցնում ենք նարնջագույն եւ սպիտակ ու խառնում ենք երկուսը իրար։ Ինձ թվում է մարմնագույն կստանամ։ Ես վերջապես կարողացա պատրաստեմ կոնը։ Օրա չեմ հավատում, ես ստացար վերջապես կոնը։ 5 րոպե անց Ռաֆոն որոշեց, որ պետքա սարքի կոնը, ու արդեն կոնը Ռաֆոյի մոտ պատրաստ է, բայց արագացրե, րոպե չմնաց։ Մարմնագույնը կարծում եմ արդեն ստացել եմ։ Պետք է հիմա իմ դեմքը ստանանք։ Արդեն դեմքը պատրաստ է, այժմ պետքա սպիտակ վերնաշապիկը ստանանք։ Մյուսի վրա էլ ենք նույնը անում։ Նարնջագույնով անում ենք գլխարկը։ Այժմ եկավ աչքերս անելու պահը։ Ինձ թվում է մնաց բերանը անեմ ու վերջ, վերցնում ենք կարմիրը ու շատ աննշան ժպիտ ենք անում։ Այսինց։ Ու ամենակարևորը գիտես որն է։ Որն է։ Որ քո մարաժին այսպես լցոնում ենք։ Օ, կրեատիվ, այդ են սիրուն, կլոր, Ես վերջապես ավարտեցի պատրաստել չեներգետիկները, իսկ Ռաֆոն դեռ չգիտեմ ինչ է անում։ Երբ ես Ռաֆ վերջացնելու։ Հենց հիմա։ Ես քեզ ասեմ, ես ավելի վատ էի պատկերացնել, կտաս մի հատ համը փորձեմ։ Զուտ համի համար, հա։ Խնդրում եմ տանը չկրկնել։ Օժո։ Արա 1-ին 1 կարոժնի կոնի համն է ստացել։ Օրը շատ համով է։ Գցի։ Գիտես խիա համով, նույն համով, որտեվ երբ որ քնած էր, ես երեք ես գազարագույն պլաստինը սենց դեմքիդ եմ քսել, որ քո համը գա։ Ապրես, Ռաֆ, խելացի ես։ Արա որ դուս քեզ այդքան ուղեղ։ Շատ խելացի ես, ապրես, ես քեզ։ Մամարի, տեսնենք մաման ում կտա միավորը այս անգամ։ Ես սարքել եմ չեներգետիկի նոր համեր, իսկ Ռաֆոն կարոժնի։ Ում ես տալի միավորը, անկեղծ, մի հատ դետալներ են, այ աչքերը, բերանը։ Էս է Ռաֆոյի, փնթի մարել ինչ է սարքել։ Պրոստը վրենալ ես, իսկ ես սենց խորացել եմ, աչքեր, բերան, գլխարկ, ում ես տալի միավորը, անկեղծ։ Բարաբաներ այստեղ մտան։ Արոին։ Դզեց, Արա ջան։ Նա բացատրում։ Ինչի ինձ տվեցին միավորը, անկեղծ։ Նախ կարոժնին տենց չի։ Այո, նախ կարոժնի սենց չի, տղա ջան, այս ինչ է։ Սպիտակ ինչ որ չեմ տեսել կարոժնի։ Պես ինչ ասում։ Բա ինչ մեղք են, ժողովուրդ Ամերիկայում չկա դեռ կարոժնի, դրա համար խեղճես չի փորձել, ոչ է մամաս է փորձել կարոժնի իկոնը։ Դրա համար մեղադրելու չի։ Բայց քո չեներգետիկները ընտիր են։ Բայց ասա դետալներով խորացել եմ։ Կապույտ մայկան։ Տակի մանուշակագույն ֆոնը, գլխարկը, ժպիտը, շապիկս, խզարել եմ ուղղակի։ Հարի պաչեմ։ Հաշիվը դարձավ 2-1 օգուտ ինձ, շարժվում ենք դեպի 4-րդ փուլ։ Կարոժնին իմ համար լցնովի ավելի շատ։ Ու քանի որ դու կերար եւ չհավանեցիր, բայց հետո ասացի որ քո չեներգետիկը ավելի համով է, ես կարծում եմ այս սենց պետքա դե հիմա մի ապուշացի դե։ Խի արա, էլի անհամացար, մարդիկ արդեն հոգնել են այդ անհամ հումորներից հետ։ Հերիքա։ Դե ինչ մենք արդեն գտնվում ենք 4-րդ փուլում, իսկ այս փուլում պետք է պատրաստենք կրկին մտավ բարաբաններ այստեղ։ Թութակ պետք է պատրաստենք, Ռաֆայել, պատրաստ ես։ Հեն ինչ գույների մեջ է լինելու քո թութակը։ Ավելի Դա սենց հետաքրքիր է, իսկապես ինչ է։ զմրուխտ։ Զմրուխտ։ Օ, Ռաֆայել, ապշոտ եմ, զմրուխտ։ Քո թութակը լինելու է զմրուխտ, իսկ իմը լինելու է կարմիր, դեղին, կապույտ։ Մի խոսքով, խառը գույների թութակներից եմ ես փորձելու սարքեմ։ Առաջարկում եմ արդեն սկսենք, պատրաստ ես։ Գնացինք։ 5 րոպեն գնաց։ Արագ։ Վերցնում ենք սա։ Սա կլինի թութակի մարմինը, մի փոքր մեծացնում ենք։ Ինչ ես անում, զմրուխտ ես փորձում ստանաս։ Արդեն 3 գույն խառնել է իրար։ Սա կլինի թութակի գլուխը, այսպես, Այժմ վերցնում ենք դեղինը եւ անում ենք թութակի թևերը։ Ու գիտես ամենահետաքրքիրը որն է։ Որն է։ Որ իմ թութակը սենց խաղերով է։ Մի գույն չի լինելու, այլ սենց տարբեր գույներ խառնած է իրար լինելու, բայց շատ սիրուն է։ Թութակի թևերը մոտավորապես պատրաստ է։ Այժմ կանենք կտուցը կանաչ գույն, որը շատ սիրուն է լինելու։ Մի քիչ փոքր կտուց ենք անում, որ ագրավի չնմանվի։ Այս սենց կլինի կտուցը։ Արդեն քիչ-քիչ տեսքի է գալի թութակը, այժմ անում ենք ոտքերը դիմացից։ Ես անում եմ թևերի խաղերը, իդեպ։ Թևերը դելա հատուկ գույնով լինելու։ Օրը ինչ թույն է իմը լինում, ասա։ Հələ խնդրում եմ ստեղ նայեք։ Որ կծու բիբար է լինի։ Լրիվ, հա, կծու բիբար է։ Թութակի պոչը մի քիչ երկար է պետք անել, այս սենց։ Ոնց որ պոմիդորի կծու բիբարի խառնուրդ լինի, չէ՞։ Աչքերը որ անեմ, արդեն թութակի կնմանվի։ Վերցնում ենք սպիտակը, մի աչքը դնում ենք այստեղ, մյուս աչքը դնում ենք այստեղ։ Այժմ անում ենք աչքի կետերը սեբով։
Ինձ մնաց թութակի վերևի կատարը անեմ այդ բմբուլները գլխի, դա կանեմ դեղին գույն։ Վերցնում ենք դեղինը, պետքա շատ սիրուն լինի, որ հավի չնմանվի հանկարծ։ Ինքը արդեն հավա, հա։ Ոչ, թութակը։ Դաժինքը ավելի կովի նման, կամ թութակի։ Վերցնում ենք սա, այս գործիքը եւ գործիքով անում ենք կատարը։ Խնդրում եմ մի հատ իմ թութակին նայեք, արդեն պատրաստ է։ Ասեք ինչ սիրուն ա եղել։ Սպասենք մինչև Ռաֆոն ավարտի։ Ռաֆ ընդամենը մի րոպե ժամանակ ունես։ Արագացրա, արագ։ Էդ ինչ ես անում։ Խես բռիչի մեջ լցնում։ Պատվաստ եմ թութակին, որովհետև ինքը Ամերիկայի օդին սովոր չի էլի։ Թութակին պատվաստ ես։ Առաջի անգամ նման բան լսում։ Էս ինչ սիրուն ա։ Արա, էս ինչ կայֆ սպրիչ ա։ Տեսակ, սեղմում ես այսենց ու խնդրում եմ ստեղ նայեք։ Օր էս ինչ կայֆ ա։ Կարելի էր բայց սա էլ օգտագործել։ Մյուս անգամ սա կօգտագործենք։ Ես վերջապես ավարտեցի իմ էկզոտիկ թութակը։ Արա, բայց շատ սիրուն ա, իսկականից եղել, sense հետաքրքիր գույն ունի։ Ոնց որ դու ես ասում զմրուխտ։ Եկեք կանչենք մամային եւ տեսնենք թե ում ա տալու այս փուլում միավորը։ Հուսանք որ էլի ես կստանամ միավորը ու հաշիվը կդառնա 3-1։ Տեսնենք, լավ, առաջ չընկնենք։ Մամ, ում թութակն է ավելի սիրուն, անկեղծ։ Ռաֆոյինը շաշա։ Հələ ոչս նայ։ Շատ հավա դա։ Թութակ։ Թութակ է։ Բա ի՞նչ է։ Ռախի թութակ։ Այս փուլում հաղթում է Պարոն, այո, օրենի ես ստացա միավորը, հաշիվը դարձավ 3-1, օգուտ ինձ, օրը դզեց։ Անհասկանալի կենթանի է։ Այո, անհասկանալի կենթանի ա քոնը, Ռաֆո։ Մեկնաբանությունների բաժնում գրեք։ Այո, մի հատ խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ում եք տալիս այս փուլում միավորը, ինձ, թե Ռաֆոին։ Եթե ինձ, ապա մեկնաբանությունների բաժնում գրեք կարմիր թութակ, իսկ եթե Ռաֆոին, ապա գրեք զմրուխտ թութակ։ Զմրուխտ, այո, այս գույնը զմրուխտ է։ Դե ինչ շարժվում ենք հաջորդ փուլ։ Դե ինչ մենք արդեն գտնվում ենք 5-րդ փուլում, իսկ այս փուլի համար պետք է պատրաստենք վազով ծաղիկ։ Պատրաստ ես, սենց սիրուն վազով ծաղիկ։ Նու այսքան մեծ պարտադիր չի, բայց իմաստը այն է, որ չլինի 2D, այլ լինի 3D, այսինքն ծաղիկը կանգնի։ Մտածել ես ինչ ծաղիկ ես սարքելու։ Վարդ։ Ես դեռ չեմ որոշել ինչ ծաղիկ եմ սարքելու, բայց ընթացքում կհասկանանք։ Դե ինչ սկսում ենք պատրաստել ծաղկամանով ծաղիկ։ Գնացինք։ Ինչպես չէներգետիկը սարքեցի, նույն ձև ծաղկամանը կսկսենք։ Ահա այսպես բացում ենք ծաղկամանը, խնդրեմ։ Քանի որ ծաղիկ ենք սարքելու ու ինձ թվում է պոչերը որ պլաստիկից անենք իրենք կընկնեն։ Կընկնեն հաստատ։ Դրա համար կօգտագործենք այսպես չոփիկներ։ Հողը այսպես դնում ենք ծաղկամանի մեջ, ընտիր, օրը շատ թույն է լինում։ Ինչպես կարող եք տեսնել, ծաղկամանն ու հողը արդեն պատրաստ է, մնաց անենք պոչերը ու վերևի ծաղիկները։ Գնացինք։ Վերցնում ենք չոփը, մի փոքր կոտրում ենք, այնուհետև չոփի կողքերը այսպես կպցնում ենք պլաստիրին։ Այսպես լավ։ Մինչ կպատրաստենք ծաղիկը, ցանկանում եմ նշել, որ նոր երգ է դուրս եկել իմ YouTube-յան ալիքում, որը կոչվում է Դու լավ գիտես։ Երգը դուետ է, միայնակ չեմ երգել, անպայման այս վիդեոից հետո գնա եւ վայելի նոր երգս։ Երգը ի դեպ ունի տեսահոլովակ, որը վստահ եմ շատ եք հավանելու։ Անպայման այս վիդեոից հետո գնա ու լսի նոր երգս ու պարտադիր երգից մեկնաբանությունների բաժնում կգրես, որ եկել ես այս վիդեոից։ Ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե քանի հոգի այս վիդեոից հետո կգնա ու կլսի նոր երգս։ Լսելուց հետո էլ խնդրում եմ կկիսվես կարծիքովդ։ Ինձ թվում է շատ կհավանեք։ Դու լավ գիտես, որ ես չեմ տեսել քեզ նման, չկա քեզ նման։ Խնդրում եմ միած ստեղ նայեք ինչ լավ է լինում։ Ծաղկամանը պատրաստ է, մեջի հողը պատրաստ է, պոչերը պատրաստ է ծաղիկի, մնում է ընդամենը ծաղիկները։ Ծաղիկները կանեմ վարդագույն եւ մանուշակագույն։ Վերցնում ենք մի փոքր մանուշակագույն եւ մի փոքր վարդագույն։ Ես անում եմ 3 ծաղիկ, դրա համար ես մի հատ էլ պոչ ունեմ սարքելու։ Բայց 3 հատը կպահի, sense կարող է ծանրի ընկնի։ Մի նավսի չի ընկնի։ Ես ուրեմն քեզ կնավսեմ, Ռաֆս։ Ես քեզ այս տղեն կնավսի կամ մտքիս ծերով կանցկացնեմ, որ քոնը կարավատ լինի։ Այ տղա դու սաղից լավ ես սարքում, վայ։ Իմ երազանքը դա, որ ես կրվեմ, դու հաղթես, միշտ։ Որտեզ ինչ ես տանելու հետը թե։ Այո։ Խնդրում եմ ստեղ նայեք ինչ սիրուն է լինում ծաղիկը։ Սա հագցնում ենք այստեղ։ Օրա շատ սիրուն է։ Ավելացնում ենք մեջտեղը այսպես նարնջագույն բան։ Ռաֆ արագացրա դու էլի ահավոր դանդաղ ես։ Ժամանակը քիչ է, նա ես արդեն ուր եմ հասել, դու ուր ես հասել։ Միշտ չի որ արագությունը կարևոր հասկանում ես։ Ավելի է որակ, քան քանակ։ Դրա համար է չէ հաշիվի հիմա 3-1։ Ասում եմ ինչ չի որ արագությունն է կարևոր, բայց հաշիվը 3-1 է ու 3-ը այն մարդը, ով որ արագ է եղել Ռաֆ։ Դրա համար արագությունը կարծում եմ կարևոր բան է, որ դանդաղ ես անում, արդեն սկսում ես ուղեղը դանդաղ աշխատել, անկախ քեզից վատ ես սկսում սարքել, հասկանում ես։ Դրա համար պետք է արագ անես, արագ մտածես, արագ սարքես, որ լավ ստացվի։ Վարդագույն ծաղիկի մեջտեղում էլ կավելացնենք դեղին, այսպես։ Դե ինչ, ես ավարտեցի, չէ, չեմ ավարտել, արա ոնց եմ ավարտել։ Մի վարքյան, տերևները չեմ արել ծաղիկի։ Խնդրում եմ կողքերը մաքուր պահի։ Երբ որ ես արտիստ եմ եւ գործ եմ անում, թող իմ ապրանքը իմ մոտ։ Երբ որ կավարտեմ կմաքրեմ։
Կներես, էլ չի կրկնվի։ Էլ չեմ ասի մաքուր պահի, փնթի մի եղի, էլ չեմ ասի Ռաֆս, էլ չեմ ասի, նայ։ Այ հիմա ես ավարտեցի իմ ծաղիկը պատրաստելը։ Արա շատ սիրուն ա եղել, հələ խնդրում եմ ստեղ նայ։ Այդ կակտուս է սարքում։ Ոնց որ կակտուս է լինի։ Տգետ։ Խնդրում եմ միած ստեղ նայեք, արա շատ սիրուն ա եղել, շատ։ Իսկ ես նոր հասա ծաղիկի թերթիկները պատրաստելու։ Օպրես տղես, այդ ես դանդաղ շարունակի։ Ոչ իմացի քանի րոպե ա քեզ մնացել։ Դու գիտես որ ժամանակդ արդեն վերջացել ա։ Կսպասենք Ռաֆային։ Այո։ Ոյա դվիթ խարի, գլուխդ ոչ խարի։ Սիրում եմ քեզ, կյանք, Որովհետև լավն ես։ որովհետև դու լավն ես։ Մինչև դու եսի պրծնես, ահա։ Ռաֆոն վաղը նոր կորոշի, որ պետքա ծաղիկը վերջացնի։ Արա մի քիչ արագ արա։ Վայ, միա ծափարում ենք, առաջին ծաղիկը գտնվում է պոչի վրա։ Ռաֆ, ուզում եմ օգնեմ քեզ, ինչի։ Ոչ։ Ուզում եմ օգնեմ։ Ոչ։ Այ մարդ, կարամ օգնեմ։ Ոչ։ Ինչու։ Որովհետև ուրիշի օգնությունը բացարձակապես չարիք է։ Իմ օգնությունը դա չարիք է, Ռաֆը։ Երբեմն ուրիշը կարող է լինել հարազատդ։ Մի հապաղիչ։ Երբեմն ուրիշը կարող է լինել հարազատդ։ Թեվավոր խոսքեր Ռաֆայել։ Նա ծափահարում ենք այս խոսքերի համար Ռաֆայելին։ Ռաֆայելը արդեն ունի նոր խոսքեր։ Երբեմն ուրիշը կարող է լինել հարազատդ։ Ապրես։ Արի մի ճակատդ պաչեմ այդ առիթով։ Մյուս անգամ որ պլակատ սարքեք, Ռաֆոյի էս մի խոսքը գրեք, տեսնենք քանի հոգի ա ֆիքսել էս պահը։ Տեսեք այս ծաղիկի գեղեցկությունը եւ սա գնահատեք եւ մեկնաբանություններում գրեք։ Բայց հաշվի առնենք, որ ես սա ժամանակի մեջ եմ արել։ Իսկ ժամանակը արդեն վերջացել է, Ռաֆ։ Կես ժամը այս փուլի վրա ենք, արագացրա։ Միա ծափահարենք բոլորս Ռաֆայելին, ծափահարենք։ 5 hours later. Կանչենք մամային, տեսնենք ով է այս փուլում ստանում միավորը։ Հա? Մամ, կարաս գաս։ Մամ, հիմա անկեղծ ասում ես, ումն է ավելի լավը։ Խնդրում եմ անկեղծ մենակ։ Իմը թե Ռաֆոին, այս փուլում ով է ստանալու միավորը։ Ով։ Օրինակ Ռաֆ, դու ում կտա իր անկեղծ։ Նա տես ծաղիկի դետալային աշխատանքը է ես։ Կապունի, հələ հողի թափ-թափ։ Ես տալիս եմ այս փուլում Կարոին։ Ոյ, մի պոչը։ Մամ, 4-1 ահաշիվը, 4-1։ Արա մի միավոր ունի, ես արդեն 4։ Խնդրում եմ միած տեղ նայեք, նույնիսկ ձեռքով ես կարում բռնես։ Ես կաշխատեմ վրա խնդրում եմ շանս տվեք, այս անգամ թողեք անցնեմ։ Բայց դե մի հատ նայ, վազի գեղեցկությունը, հողի գույնը։ Էս ի՞նչ է։ Էս ինչ է, արա, հա։ Դե ինչ հաշիվը 4-1 ա օգուտ, ինձ շարժվում ենք առաջ։ Դե ինչ, վերջապես մենք գտնվում ենք 6-րդ փուլում, որն էլ վերջին փուլն է այսօրվա։ Քանի որ սա ամենավերջին եւ որոշիչ փուլն է, ոչ ես եմ տեսնելու Ռաֆոն ինչ է սարքում, ոչ էլ Ռաֆոն է այս կողմից տեսնելու, թե ես ինչ եմ սարքում։ Իսկ այս ամենը արել ենք նրա համար, որպեսզի ամենավերջում երկուսը զարմանքի գանք։ Արդեն գուշակում եք, թե այս փուլում ինչ ենք սարքելու։ Ասենք, այս փուլում ուշադրություն, մտավ բառաբանները, այս փուլում ես սարքելու եմ Ռաֆոին, իսկ ես Կարոին։ Տեսնենք ով ում ավելի լավ կսարքի։ Վայ, մենակ տեսնեք, թե ինչ լավ եմ ես Ռաֆոին սարքելու ու ինչքան եմ պատրաստվել այս փուլին։ Լուրջն ասում շատ ես հավանելու։ Ինձ նման եմ սարքելու Ռաֆոին։ Իսկ դուք շատ ուշադիր նայեք այս փուլը, որպեսզի մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ում եք տալիս ձեր միավորը։ Պատրաստ ես, Ռաֆ։ Գնացինք։ Ժամանակը գնաց։ Ռաֆ, մենակ տենաս ինչ լավ եմ քեզ սարքելու։ Կխփնվես ուղակի։ Տեսնենք։ Հեն Ռաֆ, ոնց է ստացվում։ Շատ լավ կոմոդ։ Ոյ, ընտիր, ես արդեն վերջացնելու վրա եմ, ասեմ ավելին։ Ասենք չես պատկերացնի ինչ լավ է լինում։ Ինձ թվում է հետևորդներն կփաստեն, որ ահա որ նման է քեզ։ Ինձ թվում է նա բոլորդ կգրահեք ես ինչ եմ սարքում։ Հələ սևը տու մի քիչ։ Ան։ Խի նայեցիր իմը։ Չեմ նայա։ Նայել էի։ Միշով ես նայել էի։ Չեմ նայա։ Կար։ Չեմ համբերում երբես տենալու։ Բայ ես ընդհանրապես չեմ համբերում երբես դու իմը տենալու։ Արես ինչ նման է քեզ լինում։ Շատ։ Իսկ շատ ֆում անդադ նայում ես։ Նայել ես։ Չնայես, արա։ Արա շատ նման եմ սարքել։ Արա ես ինչ խնդալու է այս փուլը։ Ամենահավես փուլն է ֆինալը։ Շատ ունես, Ռաֆ։ Շատ, ով որ նայելա փիղա։ Այո, ես արդեն վերջացնում եմ իմը։ Խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ոնց է իմը ստացվում։ Եվ վերջում էլ կգրեք, թե ում եք տալիս ձեր միավորը։ Ես ավարտեցի, սպասենք մինչև Ռաֆոն էլ կավարտի։
Այ հիմա վերջնական ավարտեցի, սպասենք, տենանք Ռաֆոն երբ է ավարտում։ Ռաֆ, բայց արագացրա, էլի խնդրում եմ, չեմ դիմանում, լուրջ չեմ դիմանում, ուզում տենամ ինչ ես սարքել։ Ոյ, անկեղծ քունս տարավ։ 2 րոպեից կավարտեմ։ Այնքան եմ հոգնել, դաժե 2 րոպեն է արդեն շատ Ուրեմն թվում։ հասկանամ այդ ինչ է սարքել, որ արդեն բրծել ես։ Ոյ, հեշտ է իմը շատ։ Ավարտեցի։ Առաջին դու իստու։ Չէ, իրար հետ։ Իրար հետ 3, 2, 1։ Դու ես։ Ես դու ես, արա։ Ես ինչ մեծապրոշն։ Ախիմ քաչալ, արա։ Արա ես ինչա։ Մամ, արի։ Ես գլխարկ ավելացրեցի։ Արի մամ։ Ես ես եմ։ Ես Ռաֆոն։ Ովելի Ռաֆ։ Նայ մամ, Ռաֆոն նման է իրան։ Հաստ ունքերով։ Մի րոպե, ես դու ես Ռաֆոն։ Ես եմ Ռաֆոն։ Այս փուլում միավոր Ումա գնում ում ասա դե ասա, մեկը ես եմ աղթելու ում ես աս։ Կարոին։ Լուրջ ես ասում։ Այո։ Մի հատ մարդկանց ասա, էլի, անկեղծ ես դու տալիքո միավորներ, թե տղետ եմ դրա համար ես ինձ տալիս։ Ժողովուրդ այսօրվա հաշիվը եղավ 5-1, օգուտ ինձ 5-1 հաշվով հաղթեցի Ռաֆոին։ Ասած Կարոին եմ տալիս։ Կարոին հլնայի ինչ հետաքրքիր աշխատում։ Ասա հլնոյ հաստ ունքերով։ Նման է չէ Ռաֆոյի ունքերին։ Ռաֆել արի։ Բան չփոխվեց, նույնն է։ Դնում ես նույնն է։ Անում ես նույնն է։ Մամ, ինչպես վիդեոյի սկզբում էինք պայմանավորվել, պարտվողի համար պատիժը դու պետք է մտածես ու դու քո ձեռքով պատժես մեր այսօրվա պարտվողին։ Գնա մտածի ինչ ես անելու, գնա։ Ես պատժեմ։ Ահա, գնա։ Պարգևատրող եմ։ Չէ, պատիժ մտածի, մամ ջան։ Այս մարդն էլ կարող է պարգևատրում է։ Գնա պատիժ մտածի, գնա։ Արա, այդ ինչ ես անում դեմքս։ Էս ինչ արիր դեմքս, Ռաֆո։ Պիցա։ Ռաֆո, էս ինչ արիր դեմքս, Ռաֆո։ Էս ինչ արիր դեմքս, Ռորա։ Ինչ արիր դեմքս, ինչ արիր դեմքս, ինչ արիր դեմքս, ինչ արիր դեմքս, Սարա, ինչ արիր։ Սաֆլի սինոնը։ Ինչ ես անում դեմքս։ Սաֆլի սինոնը։ Օհ, շատ նման եղավ։ Ման, բայց մի քիչ դաժան պատիժ չի Ռաֆոյի համար։ Տունը պետքա մաքրվի, կամ դու, կամ Ռաֆոն, որոշի։ Չէ, Ռաֆոն, ես տունը չեմ մաքրում։ Գնա։ Ռաֆո։ Տունը հավաքած լինի։ Ինչ ես նստել, Ռաֆ, կամ դու, կամ Կարոն, որոշեք։ Չես զում ինչ ասում, անցի գործի։ Վերցրա էսի, ոնց պարտվել ես, տենց է տակից դուրս արի, վերցրա։ Տները հավաքի, շուտ։ Արագ։ Դու մաքրի, հա, գոհես մերս։ Դուք մաքրեք, ես գնացի։ Գնա։ Մաքրի, մամաս ինչ ասե։ Չմոռանաս այս վիդեոից հետո գնաս ու լսես նոր երկս ու տեսահոլովակս, հավատա շատ լավն է ստացվել։ Մեկնաբանությունների բաժնում դիր պլյուս եթե մինչև այստեղ նայեցիր վիդեոն, դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթօրը։ Ախ մատս, ախ մնաց արանքը փոշեկուլի արա։ Կհանդիպենք հաջորդ շաբաթօրը։ Ցտեսություն։ Գիտես որ ես չեմ տեսել քեզ նման